Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1375-րդ օրն է։ Չնայած հանգստյան օրվան հետաքրքիր նորությունները շատ են, ուրբաթ երեկոն չափազանց հագեցած էր, դեռ չէի հասցրել եթերը թողարկել, հայտնի դարձավ, որ նախագահ Զելենսկին ընդունել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականի դիմումը։ Ամերիկյան լրատվամիջոցները Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի հրաժարականը Ամերիկայում բանակցություններից ընդամենը 1 օր առաջ անվանել են քաղաքական երկրաշարժ։ Երմակի անձի շուրջ ստեղծված այս ամբողջ խառնաշփոթը, որը տևել է գրեթե նրա նշանակման օրվանից, ձևավորվել է ընդդիմության կողմից, որի առաջնորդը մեղադրվում է ծանր հոդվածներով, իրենք էլ փոխարենը փորձում են պիտակներ կպցնել բոլոր պաշտոնյաներին, իրենցից բացի ոչ ոքի չեն տեսնում պետական պաշտոններում եւ իրենցից բացի ոչ ոքի չեն համարում լավ պետական գործիչ։ Չնայած Պորոշենկոյի ժամանակաշրջանը դժվար կլինի անվանել լավ ժամանակաշրջան, երկրի համար իմ կարծիքով բացի սկանդալներից ոչինչով չեն առանձնացել, եւ երբ ժողովուրդը նրանց ուղարկեց քաղաքական թոշակի, նրանք չեն հանգստանում եւ շարունակում են իշխանությունը փնովել, մեղադրել առանց հիմնավոր պատճառների, երևի թե ուզում են իրենց կուսակցության ղեկավարին փրկած լինեն, չգիտեմ։ Այնպես որ ոչ միայն Հայաստանում են նախկին իշխանությունները տոքսիկ, Ուկրաինայում էլ նախկին իշխանությունները ոչ մի բանով չեն տարբերվում, բայց այս թեմաները մեր եթերի ձևաչափը չեն, պարզապես նշեցի, քանի որ լուրը շատ աղմկոտ է։ Երեք երեկոյան Սևծովում այրվում էին ռուսական ստվերային նավատորմին պատկանող 2 նավթատար, ընդհանրապես երեկոյի ընթացքում Ռուսաստանում հրդեհները շատ էին, այրվել են նաև պահեստ եւ գործարան Թաթարստանի Ալաբուգայում, որը դեռ համարվում է այսպես կոչված Ռուսաստանի սուբյեկտ, բացի Թաթարստանից էլեկտրական ենթակայաններ եւ այլ էներգետիկ օբյեկտներ երեկոյան կրակի մեջ են եղել տարբեր շրջաններում, սկսած Ուկրաինայի օկուպացված տարածքներից, վերջացրած Ռուսաստանի Ուկրաինայի հետ սահմանամերձ մարզերից, առաջինը տեղեկություններ եկավ Բելգրադի մարզից, գիշերը իրավիճակը Ռուսաստանի համար միայն վատ թարացել էր, ել չասեմ, որ ռուսները նորից բալիստիկայով ու շահեդներով փորձում էին Կիևին եւ այլ Ուկրաինայի խոշոր քաղաքներին վնասել։ Պատերազմը կուլ է տալիս ագրեսոր երկրի մարդկանց եւ փողերը։ Պուտինը դրակոնային օրենքներով հարվածել է Ռուսաստանի բնակչությանը եւ բիզնեսին, Ռուսաստանը պատրաստվում է տասնամյակների հարկային բեռի ամենամեծ աճին, Կրեմլը հույս ունի փակել բյուջեի խորը փոսը շարքային ռուսների եւ բիզնեսի հաշվին։ Մոսկվան տապալվել է բոլոր ճակատներում, պետության բյուջեն չի ստացել տրիլիոնավոր ռուբլիներ, գրեթե բոլոր հիմնական տնտեսական ճյուղերը կատաստրոֆիկորեն չեն կատարում կառավարության հարկային պլանը։ Տնտեսական քայքայում կա ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլև օկուպացված տարածքներում։ Օկուպանտները զանգվածաբար փակում են հանքերը Դոնբասում, այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի իշխանությունները մի քանի տարվա ընթացքում տարածաշրջանի ածխային արդյունաբերությունը հասցրել են գրեթե ամբողջական փլուզման։ Չնայած ծանր ռազմական եւ տնտեսական վիճակին, Պուտինը սաբոտաժ է անում Թրամփի խաղաղության պլանը։ Անցած մի քանի եթերներում մանրամասն անդրադարձել ենք արդեն ռուսների տակտիկային։ Միաժամանակ մի քանի արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցներ նկատել էին Պուտինի սաբոտաժի ակնհայտ նշանները, թեմային անդրադարձել էին Financial Times-ը, Sky News-ը եւ CNN-ը։ Մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ ձեզ օգտագործեք YouTube-ի գործիքները մեր եթերին աջակցելու համար, լայքեք եւ տարածեք, եթե կարելի է, սոցիալական ցանցերում մեր եթերը, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Ես գիտեմ, որ Ռուսաստանի պրոպագանդայի լուրերից շատ մարդիկ անհանգստացած են, ուստի կսկսեմ գիշերային օդահրթիռադրոնային մարտերից, որպիսի պատկերացումը պարզ լինի։ 36 հրթիռ եւ գրեթե 600 դրոն են արձակել ռուս օկուպանտները գիշերային հարձակման ընթացքում, առաջնային թիրախները էներգետիկան եւ քաղաքացիական օբյեկտներն էին Ուկրաինայի մայրաքաղաքի եւ այլ խոշոր քաղաքների, ամենաշատ հարվածները փորձել են հասցնել Կիևին։ Կիևում կա 2 զոհ, ցավոք սրտի, 37 մարդ տուժվել է։ Կիևի մարզում ռուսական հարձակումից հետո 2 կին վնասվածքներ են ստացել։ Հարձակման արդյունքում Կիևի խոշոր թաղամասերից մեկը մի քանի ժամով զրկվել էր էլեկտրոէներգիայից։ Նույնը վերաբերում է Կիևի մարզի եւս 100,000 բաժանորդների։ Էներգետիկները արագ արդեն վաղուց վերականգնել են էլեկտրամատակարարումը։ Հերթական Պուտինյան փորձը մեզ ինչ-որ բան պարտադրելու հարցում ավարտվեց կործանարար արդյունքով Ռուսաստանի համար։ Կրեմլի ոչ այնքան խելացի ռազմավարները որոշեցին ծախսել 600-ից ավել օդային հարված
հարվածային միջոց, որոնցից 558-ը հարվածային դրոններ էին, 23-ը թևավոր հրթիռներ, որոնց մեջ Խ-101 եւ Իսկանդեր K, 4 բալիստիկ հրթիռ Իսկանդեր M, 4 կառավարվող ավիահրթիռ Խ-5969 եւ 5 աերոբալիստիկ հրթիռներ Կինժալ, եւ այս ամենը որպեսզի վնասեն քաղաքացիական մարդկանց, բայց քանի որ նրանք անհաջողակ են ծնվել, գրեթե ոչինչ չհաջողվեց, եթե չհաշվենք իրենց հերոսական պայքարը էլեկտրալարերի դեմ, իհարկե։ Վստահ եմ, որ Հայաստանում եւ էլի ինչ որ Ռուսաստանից հեռու միտեղ էլի բազում ռուսական ռոպագանդայի հետևորդներ կգտնվեն, որ Պուտինի այս ստոր անզորությունը հաղթանակ կհամարեն, չէ՞ որ Կիևի հոսանքալարերը ազդում են Հայաստանի պուտինիստների նյարդերի վրա։ Ասեք, որ ողորմելի են պուտինիստները, նայում ես դրանց մեկնաբանությունները եւ հասկանում ես, որ իրենց աշխարհը փուլ է եկել։ Ցավոք Կիևում 2 մարդ մահացել է, մոտ 30-ը վիրավորվել են տարբեր աստիճանի, բայց Պուտինը հաստատ չէր ծախսի դեֆիցիտ հրթիռներ 2-3 մարդ սպանելու համար, որպեսզի պատկերացում կազմեք այս գիշերային օդի մարտի մասշտաբների մասին, ասեմ, որ դա 6 անգամ գերազանցում է Իրանի Իսրայելի դեմ կիրառած օդային թիրախների քանակը։ Իսկ եթե Իրանը հիմնականում հարվածում էր Իսրայելին շահեդներով, ապա Ռուսաստանը կիրառել է եւ բալիստիկ եւ աերոբալիստիկ հրթիռներ եւ թևավոր հրթիռներ, եւ հավանաբար ամենաշատը Պուտինին կզայրացնի այն, որ մեզ մոտ նույնիսկ անջատումների գրաֆիկները չեն մեծացել իր հարվածից հետո, վնասված գծերը վերականգնվել են եւ ողջ այս պուտինյան հիստերիան կարծես թե լիովին անիմաստ էր իր համար։ Ցավոք 2 մարդու կյանք խլվեց, մոտ 40 մարդ տուժվեց, որոշները վիրավորվեցին, որոշների տները վնասվեցին, մեքենաները։ Մենք գիտենք, որ Ռուսաստանի զինված ուժերի պիտանի հրթիռները գնալով պակասում են եւ այդ սակավ ռեսուրսների օգտագործումը նման աբսուրդ նպատակով փաստում է պուտինյան ռեժիմի շփոթությունը։ Երևի թե ուզում էր բանակցություններից առաջ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի ցույց տալ, թե ինչքանով է նա հզոր, բայց հզոր չէ։ Եվ դա արդեն տեսնում է ամբողջ աշխարհը։ Գուցե հանկարծ Թրամփն էլ տեսնի։ Պուտինը գուցե կարծում է, որ այս կերպ կարող է ստիպել մեզ փոխել մեր կարծիքը, բայց ոչ, նույնիսկ Պորոշենկոյի եւ ոչ միայն Պորոշենկոյի ընդդիմությունը, որը ակտիվորեն փորձում է խառնաշփոթ առաջացնել մեր երկրում, չի կարողանում ազդել ուկրաինացիների կարծիքների վրա, նույնիսկ Պորոշենկոյի պարտությունից հետո միլիոնավոր աջակիցներ դեռ նա ուներ, բայց սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ժողովուրդը միասնական է ագրեսորին վերաբերմունքի հարցում։ Իսկ հիմա խոսանք լուրջ գործերից, որ երեկոյան Ռուսաստանի համար կործանարար հետևանքներ ունեցան։ Նախ ծովից ռուսական ստվերային նավթային տանկերները Սև ծովում ենթարկվել են հարձակումների SBU-ի Sea-Baby ծովային դրոնների կողմից։ Բոլոր պատկերավոր կադրերը մեր Telegram-ում են, կարող եք վայելել։ Ռուսաստանի Նավառասիսկի Կասպյան նավթամուղի տերմինալը դադարեցրել է նավթ արտահանել ուկրաինական ծովային դրոնների հարձակման պատճառով, իսկ դա, ինչպես գիտեք, լուրջ ազդեցություն ունի ռուսական նավթային եկամուտների վրա, որոնք առանց այդ էլ այնքան շատ չեն։ Որոշ տվյալներով Կասպյան նավթամուղի տերմինալը արդեն հնարավոր չէ վերանորոգել։ Մենք կփորձենք ստուգել այս տեղեկատվությունը, որը շատ կարևոր է։ Ուկրաինան ի տարբերություն վաղկոտ Պուտինի չի պատերազմում քաղաքացիական անձանց դեմ, այլ իրոք շարքից հանում է ռազմավարական օբյեկտներ, օգտագործելով բազմակի պակաս միջոցներ։ Ուկրաինայի զինված ուժերի գենշտաբը արդեն հաստատել է հարվածը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին, Կրասնոդարի մարզում եւ ավիավերանորոգման գործարանին Տագանրոգում, Ռոստովի մարզի։ Տագանրոգում կրկին խոցվել է Բերիևի ավիավերանորոգման գործարանը, որտեղ կատարվում է ռազմավարական ռմբակոծիչների Tu-95-ի եւ A-50 ինքնաթիռների արդիականացումը։ Բացի այդ հաստատվել է RO-5000 ուղղահայաց ռեզերվուարի ոչնչացումը նախորդ հարվածի արդյունքում, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 25-ին Туапսեի նավթավերամշակման հսկա տերմինալում Կրասնոդարի մարզում։ Հաջող ռազմական գործողությամբ Ուկրաինայի զինված ուժերը նաեւ աչքի են ընկել Ղրիմի օկուպացված Սակի քաղաքի օդանավակայանին հարվածով, այնտեղ ոչնչացվել է հակառակորդի կառավարման եւ դիսպեչերական կետը, հարվածային Օրիոն դրոնների պահեսները եւ մի քանի օդային պաշտպանության օբյեկտներ, այդ թվում Տոր M2, Պանցիր S1, վնասվել է նաեւ Zu-23-2-ի կայանը, որը Կամազի բազայի վրա է։ Այսքանով չի ավարտվում Ռուսաստանի ձախողումների շարքը, մնացածը կպատմեմ եթերի ռազմական ամփոփագրում, սա միմյանց հարվածների մասն էր։ Ռուսաստանի շարունակվող պատերազմը Ուկրաինայի դեմ լուրջ հարված է հասցրել Ռուսաստանի բյուջեին, որը պատժամիջոցների պայմաններում նավթի եւ գազի արտահանման եկամուտների կտրուկ նվազման, ինչպես նաեւ հսկայական ռազմական ծախսերի ֆոնին բախվում է սուր եկամուտների պակասի։ Չնայած տնտեսական իրավիճակի վատ տարածմանը, Կրեմլը դեռ հրաժարվում է դադարեցնել պատերազմը եւ դրա փոխարեն սկսում է հարկային ճնշում իր իսկ բնակչության եւ բիզնեսի վրա բյուջեն լցնելու փորձով։ Երեք ուրբաթ օրը ռուս դիկտատոր Պուտինը ստորագրեց
օրենքների փաթեթ, որը արմատապես փոխելու է Ռուսաստանի հարկային համակարգը 2026 թվականից NDS-ը բարձրացնելու է մինչև 22%, խստացվել են մանր բիզնեսի պայմանները, իսկ էլեկտրոնիկայի վրա ներդրվելու է տեխնոլոգիական վճար, NDS-ի ռեկորդային աճը հարված է մանր բիզնեսին, իսկ այսպիսի վճարները արդեն ճնշում են նաև Ռուսաստանի հասարակ բնակչությանը։ Մինչդեռ տնտեսագետները հիշեցնում են, որ նմանատիպ հարկային բարձրացումները արդեն տեղի էին ունեցել 25 թվականին։ Այդ ժամանակ բարձրացվել էին շահութահարկի դրույքաչափերը եւ ներդրվել էր եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակը։ Ֆինանսների նախարարությունը նախատեսում էր լրացուցիչ հավաքել 3.6 տրիլիոն ռուբլի, սակայն պլանը տապալվեց, իսկ բյուջեի դեֆիցիտը հանգապատկվեց համեմատած նախնական կանխատեսումների հետ։ Ռուսաստանի կառավարությունը չկարողացավ կատարել հիմնական հարկատեսակների հավաքագրման ծրագիրը, որոնք ձևավորում են պետական բյուջեի զգալի մասը։ Մակրոտնտեսական վերլուծության եւ կանխատեսման կենտրոնի տվյալներով Ռուսաստանի դաշնային բյուջեի 7 հիմնական ուղղություններով երկիրը չի ստանա մոտ 5 տրիլիոն ռուբլի։ Մասնագետները նշում են, որ նման ձախողումները կապված են պատժամիջոցների խստացման եւ Ռուսաստանի տնտեսության ընդհանուր դանդաղման հետ։ Ամենաշատը անկում են ապրել նավթագազային եկամուտները, իրավիճակը չի լավացնում նաեւ ներքին տնտեսական վիճակը։ Միաժամանակ արտաքին առևտրի եկամուտները նվազում են հումքի համաշխարհային գների անկման եւ պատժամիջոցների ազդեցության արդյունքում, որոնք սահմանափակում են ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։ Այս միտումների ֆոնին Ռուսաստանի բյուջեն շարունակում է կորցնել եկամտի հիմնական աղբյուրները, որոնցից անմիջապես կախված է պետական ծախսերի մեծ մասը։ Տնտեսության անկման պայմաններում Ռուսաստանում փակվում են նաեւ դեռ պահպանված հանքերը եւ գործարանները օկուպացված տարածքներում, արդեն առիթ ունեցել են պատմելու, որ օկուպանտների մոտ ամենալավը ստացվում է տնտեսական օբյեկտների թալանը եւ դրանց մետաղի ջարդոն վերածելը։ Ինչպես արդեն տեղեկացվել էր ավելի վաղ, Կիպրոսի եւ Լիբանանի միջև ծովային տարածքների սահմանազատման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը անակնկալ էր ոչ միայն տարածաշրջանի դիվանագիտական շրջանակների, այլև պաշտոնական Անկարայի համար, որտեղ այս փաստաթուղթը ընկալեցին որպես ուղղակի մարտահրավեր Թուրքիայի շահերին արևելյան միջերկրական ծովի գոտում։ Թուրքիայի համար այս խնդիրը շատ ավելի ընդլայնված է, քան պարզապես իրավասությունների ձևական բաշխումը։ Նոր համաձայնագիրը, որը թարմացնում է դեռ 2007 թվականին ձեռք բերված, բայց գրեթե 20 տարի սառեցված պայմանավորվածությունները, Անկարայում մեկնաբանվում է որպես հունա-կիպրական վարչակազմի հերթական փորձ ամրացնել իրավական գերիշխանություն տարածաշրջանում, դուրս թողնելով Թուրքիային եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետությունը ապագա էներգետիկ եւ ծովային նախագծերից։ Նախագահ Էրդողանը, ով վերջին տարիներին որդեգրել էր կոշտ գիծ կիպրական հարցում, Բեյրութում ստորագրված համաձայնագիրը ընդունեց որպես լայն հակակրիզիսային կոալիցիայի մի մաս Թուրքիայի դեմ, որը ձևավորվում է Եվրոմիության եւ նրա գործընկերների կողմից։ Գործընկերը գիտեք, չէ՞ ով է։ Թրամփը եւ Իսրայելը, բայց թուրքերը վախենում են անուններ տալ։ Այստեղից էլ Անկարայի ազդակը, որ իբր տարածաշրջանի երկրները չպետք է համագործակցեն նախաձեռնությունների հետ, որոնք վնասում են թուրք-կիպրոսցիների շահերը, դե բա ուրիշ ինչ պետք է ասեին։ Թուրքական մամուլը փորձում է ջերմաստիճանը ստուգել եւ հայտարարում է, որ Թուրքիան ամենայն հավանականությամբ կխստացնի իր ռազմածովային ներկայությունը տարածաշրջանում, կակտիվացնի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում իր մասնակցությունը եւ կձեռնարկի դիվանագիտական քայլեր արգելափակելու ցանկացած համաձայնագիր, որը կարող է ուժեղացնել պաշտոնական Նիկոսիայի դիրքերը։ Դե ինչպես ասում են, կապրենք կտեսնենք, հատկապես երբ ամերիկյան նավեր մտնեն տարածաշրջան, հա։ Փաստացի կարելի ասել, որ մենք դառնում ենք ականատես Էրդողանի այն երկար տարիների պլանների փլուզմանը, որոնք նա կառուցում էր տասնամյակներ շարունակ։ Ստացվում է, որ ոչ միայն Պուտինի, այլև Էրդողանի երազանքներն են փլուզվում, բայց քանի որ գործընթացը դեռ շարունակվում է, չպետք է շտապել, ասել, թե արդեն ամեն ինչ ավարտվել է։ Այդ օրը արագորեն մոտենում է իհարկե, բայց դեռ չի եկել։ Իսկ տենդենցիան հուսադրող է, ինչը մեզ համար իհարկե ուրախացնող է։ Ասեք, որ առաջ Սևծովում մեր ջրերից դուրս դեռ ռուսական նավեր չէին խոցվում, Երևանից իրավիճակ է փոխվել։ Հուսամ Երևանում ուշադիր են հետևում Թուրքիայի դերի անկմանը տարածաշրջանում, ինչը նոր հնարավորությունների դաշտ է Հայաստանի համար։ Մինչ Բելգիան խաղեր է տալիս Եվրոկոմիսիայի ֆինանսական ծրագրերի հետ, Գերմանիայի Բունդեստագը ուրբաթ նոյեմբերի 28-ին ընդունեց 26 թվականի ֆեդերալ բյուջեն։ Նշվում է, որ փաստաթղթին աջակցել են իշխանական կոալիցիայի 322 падգամավորները։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հաջորդ տարվա բյուջեում Ուկրաինայի ռազմական օգնության համար նախատեսվում է 11.5 միլիարդ եվրո։ Բյուջեի նախագծի համաձայն Նորվեգիան 26 թվականին Ուկրաինային կհատկացնի ավելի քան 8 միլիարդ դոլար։ Այսպես մանր, դժվար, բայց լուծում ենք մեր հարցերը։ Եվրոպան հասկանում է վտանգները։
Ուկրաինան ավարտում է բերքահավաքը 25 թվականի արդյունքները հուսադրող են։ Ուկրաինացի ագրարյաները նոյեմբերի 28-ի դրությամբ արդեն հավաքել են 52 միլիոնից ավել հացահատիկային մշակաբույսեր, 10 միլիոնից ավել հեկտար տարածքից, հնձվել է ցանված տարածքների 89%-ը։ Այս մասին հաղորդում է տնտեսության, շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունը։ Բերքը առատ է սպասվում մինչեւ 60 միլիոն տոննա հացահատիկ եւ մինչեւ 20 միլիոն տոննա յուղատու մշակաբույսեր։ Հավաքված բերքը լիովին բավարար է ուկրաինացիների պարենային ապահովման եւ անասնապահական ոլորտի կայուն կերային բազայի ձևավորման համար։ Մեջբերեմ արտադրանքի մոտ 2/3-ը արտահանվելու է, ուստի Ուկրաինան շարունակում է մնալ համաշխարհային պարենային անվտանգության կարևոր երաշխավոր եւ հուսալի գործընկեր։ Բերքի զգալի մասը կվերամշակվի երկրի ներսում, ստեղծելով հավելյալ արժեք եւ ուժեղացնելով ուկրաինական արտահանումը, նշել է Ուկրաինայի տնտեսության, շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության փոխնախարար Տարաս Վիսոցկին։ Ուկրաինացի ագրարները նաև փաստացի ավարտել են ձմեռային մշակաբույսերի սերմնացանը։ Նախորդ սեզոնի համեմատ ցանված տարածքների կառուցվածքը հիմնականում կայուն է մնում։ Նշվում է, որ հիմնական շեշտը դրվում է ձմեռային ցորենի վրա, որը ավանդաբար ձևավորում է երկրի պարենային հիմքը։ Սա նշանակում է, որ մեր ֆերմերները արդեն դրել են 26 թվականի բերքի հիմքերը։ Որքան էլ Պուտինը ուզենա մեզ սպանել, ուկրաինացի ժողովուրդը ամեն ինչ անում է, որ մեր երկիրն ու մարդիկ լավ ապրեն։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 311 մարտական բախում, ինչպես տեսնում եք, մարտերի թիվը աճել է կտրուկ։ Ռուսական օկուպացիոն բանակը կորցրել է եւս 910 օկուպանտ։ Ուկրաինական ուժերը նաեւ չեզոքացրել են օկուպացիոն ուժերին պատկանող 1 տանկ, 15 զրահամեքենա, 3 հրետանային համակարգ, 106 ռուսական դրոն, 64 տրանսպորտային միջոց եւ 2 հատուկ նշանակության մեքենա։ Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ռուսական բանակի ընդհանուր կորուստները ուկրաինական գենշտաբի տվյալներով հասել է 1,171,700-ի, եթե հաշվի առնենք, որ այս թվի մեջ որոշակի տոկոս Ուկրաինայի օկուպացված տարածքներից հավաքագրվածներն են կամ օտարերկրացիները, միևնույն է ռուսաստանցիների կորուստները 1,5 միլիոնից ավելի են։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Խարկովի մարզի Կուպյանսկում Ուկրաինայի զինուժը շարունակում է իրականացնել եւ պաշտպանական եւ որոնողական հարվածային գործողություններ, շարունակվում են այն ռուսական զավթիչների հայտնաբերումը ու ոչնչացումը, որոնց հաջողվել էր ներթափանցել պաշտպանական կարգերից ներս։ Իսկ նրանց համար, ովքեր հետաքրքրվում էին Պոկրովսկի իրավիճակով, ասեմ, 3 այնտեղ շատ թեժ էր, 82 թշնամու գրոհ է կասեցվել, իսկ մեր Telegram-ային ալիքում կան տպավորիչ կադրեր թշնամու ուժերի ոչնչացման մասին։ 3 ուկրաինական ուժերի հարվածի տակ են հայտնվել Buk M1, Buk M2 եւ Tor M2 հակաօդային պաշտպանության համակարգեր, որը թշնամին օգտագործում էր իր դիրքերը պաշտպանելու համար։ Ասեմ, որ այդ համակարգերի արժեքը $60 միլիոն է։ Թամանը մի քանի րոպեում ռուսները կորցրեցին։ Հավանաբար մեր Telegram-ի բաժանորդները արդեն տեսել են կադրեր, թե ինչպես Օրենբուրգի մարզում գտնվող Ռուսաստանի ռազմավարական հրթիռային զորքերի Յասնի պոլիգոնում տեղի ունեցավ հզոր պայթյուն։ Defense Express-ի տվյալներով արձակման process-ում ընկել եւ պայթել է ռուսական միջմայրցամաքային հրթիռ։ Ամենայն հավանականությամբ Սարմատի մասին է խոսքը։ Լրագրողները նշել են, որ ծխի յուրահատուկ գույնը բնորոշ է թունավոր վառելանյութին։ Նման բաղադրիչները կիրառվում են խորհրդային եւ ռուսական մի շարք հրթիռներում, մասնավորապես Պրատոնում, եւ ունեն թունավորում մուտագեն ազդեցություն։ Սպասում ենք պաշտոնական հաստատման, եթե նկատել եք դեռևս գոյություն ունեցող Ռուսաստանի տարածքում հաճախ են տեղի ունենում առաջին հայացքից տարօրինակ իրադարձություններ, բայց հետո երբ որոշ ժամանակ անց ուկրաինական հատուկ ծառայությունները հայտնում են իրականացված իրենց օպերացիաների մասին, այդ արտակարգ դեպքերը այլևս պատահական չեն թվում։ Դե Ալաբուգայի հրդեհի մասին հաղորդման առաջին մասում պատմեցի ձեզ, այլ տեղեկություններ եթերի պատրաստման պահին դեռ չկար, լինելու դեպքում գիտեք, Telegram-ում կտեղադրենք կամ վաղվա եթերում կասենք։ Ամերիկյան բանակցությունների մասին նույնպես ձեզ տեղյակ կպահենք արդեն մեր հաջորդ եթերներում։ Շատ չերկարացնեմ շաբաթօրվա եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները, այսօրվա համար այսքանը, հույս ունեմ, որ վաղը նորությունները ել ավելի լավը կլինեն, քան այսօր, բարով մնաք եւ մինչ նոր հանդիպում։